Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավականու անդամ Արկադի Սամվելի Թամազյանի ավականու համքանի դիազորությունները վաղաժանգել դադարեցնելու մասին ընդունում քվեարկություն կողմ դեմ ձեռնպահ 1 դեմ 1 ձեռնպահ Ալավերդու ավականին մարտի 18-ի հերթական նիստում ավականու անդամի մանդատի ցրկեց ապրելու երկիր խմբակցության բոլոր 9 անդամներին։ Որպես հիմնավորում Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը նշեց, ապրելու երկիր խմբակցության անդամները չեն մասնակցել նիստերին, առաջարկություններով հանդես չեն եկել, չեն համագործակցել թիմի հետ։ Այդ պատճառով նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկությամբ է հանդես եկել։ Համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Զավարյանը տիմորես դրությունը մեջ բերեց, նշեց մեկ նստաշրջանում կեսից ավելի նիստերին չմասնակցելու դեպքում ավականու անդամը կարող է մանդատազրկվել։ Ես կարամ ավելացնեմ նաև մեր անկախ ավականների կողմից, որ եթե մեզանից է որևէ մեկը նիստերից բացակայի ավական ինչ-որ օրենքով սահմանված է, ապա իրավասություն կունենա նաև մեզ զրկել մանդատից։ Դրախնդիրը մենք չենք որովհետև ժողովրդի զգալի մասնակցություն ապահովել ու պարտականություն արել մեր բոլորիս վրա, որ մենք հոգ ստանենք ազգաբնակության բարվոք վիճակի համար։ Որպես Ալավերդի համայնքի ղեկավար 1 տարի պաշտոնավարելուց հետո 2023 թվականին Արկադի Թամազյանին Ալավերդու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը անվստահություն հայտնեց ոստիկանական ուժերի միջամտությամբ, որից հետո ապրելու երկիր խմբակցության անդամները չմասնակցեցին նիստերին։ Այս նիստից առաջ Արկադի Թամազյանը հանդես էր եկել հայտարարությամբ նշելով այն պատճառները, թե ինչու իր ղեկավարած խմբակցությունը չի մասնակցել նիստերին։ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքի ղեկավարումը բռնազավթվել է ապօրինաբար ոստիկանական տարբեր ուժերի միջամտությամբ։ Իրականացված գործընթացները մինչ օրս պետական մակարդակով չեն արժանացել արդարացի եւ իրավաչափ գնահատականի։ Մեր կողմից շարունակվում են արդարության վերականգնման գործընթացները տարբեր դատականատյաններում։ Առաջիկայում դիմելու ենք սահմանադրական դատարան։ Ելնելով վերոգրյալից մեզ համար վիճարկելի Ալավերդի համայնքի կառավարման լեգիտիմությունը, որով եւ պայմանավորված մեր խմբակցությունը չի մասնակցել նիստերին, գրել է Թամազյանը։ Ավականու անդամներին Թամազյանը հորդորել էր իրականացնել գիտակցված եւ պատասխանատու քվեարկություն։ Անդրադառնալով նշված հայտարարությանը Հարություն Զավարյանը մեջ բերեց հոգուտ իրենց կայացրած դատական 3 ատյանների որոշումները։ 3 ատյանում արդեն որոշում կա համայնքի ղեկավարների կապված 3 ատյանի որոշումներն էլ հոգուտ մեծ է։ Այդ իրավաչափության մասով եմ ասում, չգիտեմ, միգուցե իրանք ցանկություն ունեն սահմանադրական դատարան դիմեն։ Կողմ եմ քվեարկելու այն ավականիներին մանդատազրկման գործընթացին, ովքեր փաստացի առհամարում են ժողովրդի կողմից տրված վստահության քվեն։ Ես կողմ եմ քվեարկելու մնացածը մեր ավականու որոշումն է։ Ալավերդի համայնքի ավականու ապրելու երկիր խմբակցության անդամներին մանդատի ցրկելու առաջարկին դեմ էր միայն Տիգրան Պապոյանը, Սամվել Էլբակյանը ձեռնպահ։ Վերջինս դուրս է եկել ապրելու երկիր խմբակցությունից եւ այսուհետ գործելու է որպես անկախ ավականի։ Ես դեմ եմ քվեարկելու, քանի որ ես գտնում եմ, որ այս պայմանությամբ ճիշտ չէ գնահատում իրավիճակը, ու ես նաև կհորդորեմ, որ ջան, այս կուտալը չի պետք մեր կյանք, այս կուտալուց հետո դա շարունակել։ Բոլորիս կյանքում են, բոլորս իրար հանդիպել են, իրար էլ ես ունենալու։ Որոշումը ձերն է, ոնց որ ձերն է քաղաքական որոշում հիմա, ասենք, ես վերակել, որ նրանցն էլ է քաղաքական որոշումը։ Կյանքից ենք զրկում, պալանավորում ենք, մենք ընդհանրապես ինչ ենք ասում ենք, եթե դուք չեք կատարում ձեր ավականու պարտականությունները, հարգելիներս գնացեք ձեզանից հետո իդեպ ցուցակով կան մարդիկ, եթե չեն սխալվում 9 անդամ, որոնք շատ ազատ կարող են գալ, զբաղեցնել իրենց տեղը եւ կատարել ավականու պարտականությունները։ Ի վերջո 15 կողմ 1 դեմ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ապրելու երկիր խմբակցության ավականու անդամների լիազորությունները դադարեցվեցին։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Ալավերդի համայնքից։